լույս, հավեր ֆոտոյում հետևորդներին, ոնց եք, ոնց չեք, երեխեք ջան, ես լավ եմ, հենիկ ասեք աղջի ջան, այսօր ես գնում, են էլ մենակ, առաջի անգամ առանց Սերոժի, ոնց որ անցած բլոգում ասել է երեխեք ջան, գնում եմ նորույն ծնողական ժողով, որովհետև պիտի գնան դպրոցով հանգստանալու, ամսի 5-ին ծնողներին կանչել եմ, որ վերջնական ասեն, ով ինչ պիտի անի, երեխեքը ինչ կարան հետները տանեն, ինչ չեն կարա տանեն, մի խոսքով նախապատրաստում են ծնողներին, որ իրանց երեխեքը 3 օրով պիտի բացակային տնից առաջի անգամ դասանով պիտի 3 օրով տեղ գնան։ Այդ Սերոժը գործի էր, դրա համար գնում եմ ես մենակ։ Մեր մոտ էլ շինարարությունները գնում է, ու հլը չի վերջացել, դրա համար այսպիսի անդուր ձեներ են գալ երեխեք ջան, լսում եք, ճանապարհներն են վերանորոգում, արդեն ցույց ենք տվել, քանդելով գալիս են։ Կհասնեն շուտով մեր տան մոտ էլ, որովհետև մենք մեր բնակարանը որ գնում էինք, ասեցինք մի քիչ կարակ գինի չացնեք, մեզ ասեցին ձեր բնակարանը գտնվում է կենտրոնում Ազիզ ջան, նենց որ զատիկին որ արձանները ման են տալիս, ձեր պատուհանի տակով անցնում, կառնավալը ձեր պատուհանի տակով անցնում, որովհետև ինքը կենտրոնական փողոց է։ Ես էլ ասեցի, վայ շատ մերսի, որ մեր բնակարանը գտնվում է կենտրոնական փողոցում։ Խոսքով երեխեք ջան, դրա համար մեր փողոցն էլ պիտի սարքանա վերանորոգեն, որ թազա լինի։ Որովհետև ինչ ստեղ եմ, ես չեմ տեսել հələ մեր փողոցը վերանորոգեն։ Ճիշտն է, ճիշտ է։ Այդպես։ Հիմա գնամ, տեսնեմ ծնողներից ով կա, ով չկա, հիներից, միներից, որ տենանք ինչ ենք անում, վերջացնենք մեր ժողովը, ոնց որ միշտ, տեսնենք ով կա, ով չկա, գնանք սուրճ խմելու, եթե իհարկե են իմ հին մամաներից ընդեղ լինեն, որովհետև թազաներին այդքան չեմ շփվում թազաների հետ։ Ստեղը տենց երեխեք ջան, դպրոցը սկսում է, դու քո երեխու ոչ մի տեղ չես տանում, ինքը մենակ գնում, ինքը մենակ գալիս է, մի անգամ տարվա մեջ կարող անենց լինի, որ վանանեն, կանչեն ժողովի, ու վсё։ Մնացած ժամանակ գրում են WhatsApp-ով ուղարկում են։ Վերջ, դա դասադուների հետ շփվելը, այլ ուրիշ ոչ մի բանով չես կարում իրանց հետ, եթե պետք է լինում կոնտակտի մեջ մտնես, դու օր ես ուզում, քեզ տրամադրում են այդ օրը, ու դու գնում ես դասատուից հարց ու փորձ ես անում, եթե չէ մնացածը հեռախոսով է։ Բա, մեր մոտ այսօր հավեսին շոգ է, ու հիմա եք ասեմ մի քիչ էլ քամի, բայց էլի քամին չի խանգարում, որ լավ շոկ լինի ու տաք։ Այս վերևից կարմիր ծառներ տենում եք, շնորի ծառներն է մեր, մենք այդտեղից շլոր ենք ուտում, իհարկե սրանք չգիտեին, իսպանացիները չգիտեին, որ այդ շլորի ծառը ու դու կարաս այդ բերքի բարիքից օգտվես։ Մենք սկսեցինք օգտվել, մեր վրա զարմացան, թե այդ ինչ ենք անում, ջունգլիների նման հարձակվել ենք ծառների վրա, մենք էլ իրանց բացատրեցինք, որ դա միրգ է ու մենք ուտում ենք, հիմա արդեն այդ մրգի ծառներից մենք չենք կարող օգտվենք, որովհետև օգտվում են իրանք նաև, ու մինչև մենք ուզում ենք օգտվենք, արդեն պրտած է լինում։ Բա, հələ նայեք մեր գյուղի այգին սիրուն երեխեք։ Կանաչ ծառները, իհարկե հեծանի մոտո չի կարելի մտցնել, այսպես էլ նայեք, ինչ հավես է,
Գաս նստես, ժամերով կնաս նստես ու զմայլվես։ Բնությունով ու հանգիստ։ Տեսակ։ Բա երեխեք ջան։ Մեկ անգամ հանդեղ էլ մեծերի համար նախատեսված սպորտային բաներ են տեղադրել, որ մեծերը շատ են գալիս տեղ հանգստանում, որ այնտեղ իրանց համար սպորտ անեն տարիքով մարդիկ։ Իհարկե երեխեքը դպրոցից դուրս գալուց պարտադիր իրանք են անում, որովհետև էսի մեր դպրոցի ճանապարհն է։ Այդտենց հավեսով ջրում են, տեղը տեղին, խնամում են, մշակում են, որ ամեն ինչ լավ լինի։ Տեսակ։ Այնքանավոր երեխեք ջան, հիմա մենք ժամանակ չունենք, որ գանք այս այգում նստենք, որովհետև առաջ շատ էին գալի, այնտեղ խաղալու տեղ կա, երեխեքի համար նախատեսված այգի ունենք, գալիս էին այդտեղ, երեխեքը որ փոքր էին, իրանք խաղում էին, մենք էլ նստում էինք, զրուցում էինք այս կողմ այն կողմ, բայց հիմա արդեն ոնց տեսնում եք ժամանակ չունենք, երեխեքն էլ մեծացել են, մենակ նորոնա մնացել, նորոն էլ իր համար գալի գնում է իր անգերների հետ։ Այդպես այս բեմը տենում եք, այս բեմը ամառները ստեղ երեխեք այնքան համերգներ են կազմակերպում, տարիքով մարդիկ տանգո են պարում, վալս են պարում, իրանց պարերն են պարում, Եվրոպայի ժողովուրդը թեթև են ապրում։ Բա երեխեք ջան, մանավանդ տարիքովները, որ արդեն անցնում են թոշակի, վերջ, իրանք արդեն վայելում են կյանքը։ Տեսեք այգին, կանաչ, սիրուն, երեխեք ստեղ։ Հիմա այս այգում շատ ժամանակ ենք անցկացրել, շատ մի քանի տարիներ առաջ ու այստեղից արդեն երևում է մեր երեխաների դպրոցը։ Հիմա մտնենք դպրոց, իհարկե դպրոցում նկարահանում անել չի լինի, չի կարելի երեխեք ջան, դուրս կգամ նոր էլի կմիացնեմ։ Լավ, տեսեք ընկա ձեր հետ խոսալով չնկատեցի, թե ոնց հասա դպրոց։ Լավ, հիմա անջատեմ, հետո կմիանամ երեխեք ջան։ Wow! Yes! Դե ինչ երեխեք ջան, ես ժողովից վերջացրեցի դուրս եկա։ Ոյ, ասեցին ինչա, ոնց է, որ հետները պիտի տեխնիկա չդնենք, հետները պիտի խելացի ժամացույց չդնենք, հեռախոս չդնենք, ֆոտոապարատ չդնենք, որովհետև կորելու դեպքում իրանք այդ ամեն ինչի հայերեն մոռացել եմ այդ բառը, չեն կարա մի խոսքով իրանք տիրություն անեն ու չեն կարա պարտավորված չեն այդ ամեն ինչը տիրություն անելու, որովհետև իրանք նախապես նշում են, որ ոչ մի բան այդպիսի բաներ երեխեքը պետք է չբերեն։ Մենակ եթե ուզում եք որ ձեր երեխեքի հետ գումար դնեք, որ ձեր նվերներ առնեն ընդեղից, հա, բայց այդ էլ իտոգում էլի շատ գումար չդնեք, որովհետև շատ կորցնելու դեպքում շատ կտխրեք, քիչ կորցնելու դեպքում քիչ կտխրեք։ Ծնողներ ջան, դասատուները տենց ասեցին։ Ու հիմա երեխեք ջան, ինչ որ մոր պիտի դնենք, մի խոսքով իրանց անունները պիտի բոլոր շորերի վրա գրված լինի, որովհետև երեխեքն են իրանց ճամպրուկները դասավորելու, վերցնելու, բերելու, դնելու, նենց որ ասма կարողա մեկը մյուսի շորերը վերցնի, այս կողմ այն կողմ, հետո բերեն ձեր տուն, տենակ որ ձեր երեխեքի շորերը չի։ Այդպիսի հարցեր, մարցեր, իհարկե հետո վերջի զանգի մասին հասեցին, որ ամսի 4-ին պիտի նկարվեն վինետկաների համար, այդպես։ Ու հիմա գնում եմ տուն։ Ուй, գնամ տուն երեխեք ջան, բայց կարելի էր նստել դուրսը, մի հատ հավեսով Սերոժս տելներ նստենք էլի մի հատ լիմոնով կարեջուր խմեինք, հովանային գնայինք։ Ու հիմա գնամ տուն երեխեք ջան,
Վերջապես այսօր կպատրաստեմ ալկաչոֆան։ Հայերեն մեր հորքուրի աղջիկն ասեց անունը, բայց մոռացել եմ երեխեք, որ ցույց տամ, նկարեմ այդ ժամանակ ոնց եմ պատրաստում։ Դուք էլ կիմանաք, դուք էլ կգրեք, բայց մինչև այդ մարդես էլի կարող է հիշեմ ու ձեզ ասեմ անունը հայերեն։ Մտենք, գնամ հիմա տուն ու պատրաստվեմ այդ ամեն ինչին։ Տեսնեմ ինչ եմ անում, ինչ եմ թողում։ Հետո որոշեցին, որ ծնողներով վերջի զանգի համար երեխեքի անակնկալ պատրաստենք, որ ծնողներով երգենք, պարենք, իրանց վերջի զանգի օրը դուրս գանք բեմ ու երեխեքին ուրախացնենք։ Անակնկալ անենք, որ իրանք դպրոցը վերջացնում են։ Հատենց, դե մի խոսքով, այսքան մեր դպրոցի ու նորոյի մասին, ասեմ ինչա ոնցա, մնացածը շարունակենք տանը։ Ախ ինչ լավ հովաստը է, հավեսին քամի։ Հատենց երեխեք ջան։ Բայց տեսեք էլի քամին կորավ, էլի մնացինք շոկի տակ։ Մի խոսքով երեխեքը ասին շատ լավ տեղ են մնալու, իրանց օրերն ու ժամերը ընտեղ բոլորս հենց հաշվարկած, գրանցած, որ րոպեին ինչ պիտի անեն, որ ժամին ինչ պիտի անեն։ Հենց որ ասեց մի անհանգստացեք, ամեն ինչ լավ կլինի ու ասեց, որ նկարվելու համար չանհանգստանաք, գիտենք, որ ուզում եք, որ ձեր երեխեքը նկարվեն, բայց այս դեղին շատ լավն է։ Հələ նայեք երեխեք։ Սիրուն է։ Այն բլուսկերն էլ է սիրուն։ Յա։ Սերուժին կարելի է բերել ստեղ երեխեք ջան, հələ նայեք։ Չէ՞։ Սերուժին բերենք այս խանութ։ Հեսա մամաների տոնն է գալի։ Մի խոսքով լիքը առիթ կա։ Այս մեր դիցուհին ուր է այդում։ Սուր։ Մաման տունն է։ Բա ուր է։ Հա, լավ, օքեյ, ազիս։ Մորքուրից թորներ երեխեք ջան։ Քայլում ենք փողոցներով, բոլորը կամ բարեկամ են, կամ հայ են։ Այ, սուր ինչ-որ շատ խոսացի։ Մաքրոթը լավ է եկե վրես երեխեք, զգում եք։ Դրա հետ մեկտեղ նորից ուզում եմ ասեմ ձեզ շատ շնորհակալություն ամեն ինչի համար երեխեք ջան գրանցվելու, մեկնաբանությունները գրելու, լայքելու համար շատ մերսի մեր։ Ու չմոռանաք, ինչքան դուք եք մեզ սիրում, կրկնակի եռակի անգամ ավել մենք ենք ձեզ սիրում երեխեք ջան։ Ու ձեր գրած մեկնաբանություններով, էլ էս ձենը մեկնաբանություններով ու բաներով դուք մեզ ուժ եք տալի ու ոգևորում եք, որ մենք շարունակենք մեր վլոգը վարել, նկարենք ու ձեզ էլ ցույց տանք, թե մենք ինչ ենք նկարում ու ինչ ենք անում երեխեք ջան։ Հիմա անջատ եմ, որովհետև այս գործիքի ձենը չի թողելու, բլա ձենս լավ լսվի ու խանգարելու է ձեզ։ Կհանդիպենք տանը։ Մեր մոտ ներկա պահին 29 աստիճան է, վերջ, ես էլ եղանակի տեսությունը ասեցի վերջացնեմ, չո։ Շո երեխեք ջան, ես արդեն տանն եմ, ու ոնց որ ասել էի, հիմա ջուրը արդեն եռացրել եմ, հիմա հայերեն հիշեց երեխեք, ասում էին արտիշոկ, չգիտեմ, ճիշտ են ասում թե չէ, բայց սրանք են, հիմա գցեմ իրան եռացող ջրի մեջ մի 10 րոպե ինքը մի քիչ էփվի փափկի, որպեսզի կարողանամ իր այս թերթիկները պոկեմ առանց իրան վնասելու ու հետո արդեն ձեզ ցույց կտամ ընդհանուր ինչ պիտի անեմ ու ոնց պիտի սարքեմ։ Այստեղ արդեն խամոնը յուղից առանձնացրել եմ, որ խամոնն էլ չորացնեմ, որտեղ խամոնը պետք է վերջում լցնեմ արտիշոկի վրա ու իր այդ ժարի տարած յուղի հետ լցնեմ արտիշոկի վրա։ Մի խոսքով ընթացքը ցույց կտամ ոնց եմ անում։ Հիմա ցույց տամ։
Սենց երեխեք ջան, առանց լվանալու, առանց ոչ մի բանի։ Իրանց ուղարկում ենք ջրի մեջ, որպեսզի իրանք խաշվեն։ Պատրաստ եմ, ինքը շատ է, բայց ոչինչ, հետո բան կանեմ, մերոնցը կտամ, որ փորձեն։ Ստեղ ես արդեն խամոնը կտրատել եմ, մանր այսենց, հիմա իրան կդնեմ միկրո ալիքավառարանի մեջ հա ինչա չգիտեմ այդ անունը հայերեն երեխեք ջան մենք ասում ենք միկրոօնդաս կդնեմ իրան դրա մեջ միկրոօնդասի մեջ կչորացնեմ կփշրեմ մանր ու սրա վրա ավելացնում ենք նաև խոշոր աղ որը որ նմանա քարեր երեխեք ջան այսինքն ես լցնեմ հիմա ստեղ հնայք ինքին սիրունա Մի րոպե, հեսա ես ձեզ ցույց տամ։ Պրիվետ տղես։ Հիմա ես ձեզ մոտիկից ցույց տամ։ Տեսեք աղերը, ոնց որ քառակուսի հատիկներ լինի։ Օպա։ Չգիտեմ երևում է թե չէ, բայց ինքը շատ սիրուն է։ Համ տեսքա տալի, համ համա տալի։ Երեխեք ջան։ Նորոս հիմա դասերի է, դասերն անում։ Հիմա բրծել ես, ապրես երեխեք ջան, հիմա ես էսի սենց հանեմ, ինքը նայեք գույնել է փոխում, կանաչեց ջուրը շատ չէ, իրան մի 10 րոպե սենց թողնեմ, որ ինքը մի հատ եռա, փափկի ու վсё, մնացածը արդեն ընթացքում կանենք Բա երեխեք ջան, ինքը շատ համով է լինում ու տենց մի դժվար բան էլ չկա, որ պատրաստելու միջոցը շատ դժվար էլ չի, շատ հեշտ է ու շատ համեղ է, հենց որ եթե հյուրեր եք ունենում, շատ հանգիստ կարաք մատուցեք, որովհետև ինքը մի այլ կարգի համով է ու որպես դելիկատես։ Ես էսի առաջ անգամ, որ գնացել էինք Սերոժի հետ հանգստանալու Անդեղ հյուրանոցում փորձեցի ու ինքը շատ համով էր ու դուրը շատ եկավ, դրա համար էլ բան չեմ անում, կարանք արխային, եթե հյուրեր ունենաք, կարող եք մատուցել։ Երեխեք ջան, ասեցի դնեմ սրա մեջ, միկրովալնովկայիս մեջ, են էլ ասեցի, բայց եթե ունեմ այրեգրիլը, ավելավա դնեմ այրեգրիլի մեջ, հիմա այրեգրիլի մեջ խամոնս արդեն չորանում է երեխեք ջան, ստեղել արտիշոկս արդեն եփվել է փոքրները երևի թե արդեն կարելի է հանել հələ հանեմ մի հատը փորձեմ տեսնեմ ոնց է տեսնեմ արժի հանել թե չէ դա մի րոպե երեխեք ջան հիմա անցնենք Հիմա ես վրայի թերթիկները պտի պոկեմ, հետո իրան կտրեմ, կարելի ասել մեջ տեղից, այսենց, ու վարդի նման իրան պիտի թերթիկները շատ զգուշորեն բացեմ, որպեսզի իրան մեջ տեղում ինքը ունի հավեսին մսոտ, ուխ, տաք երեխեք, նայեք ինչ լավ է պոկվում, չէ եղեց է, Հիմա բոլորը հանեմ, դնեմ ինքը մի քիչ սառի, որ կարենամ առանձնացնեմ էլ իրարից։ Այ այսպես երեխեք ջան։ Հետո սա պիտի տապակեմ յուղի մեջ։ Տապակելուց հետո պիտի խամոնը լցնենք իրա վրա ու այդ ինչ յուղի մեջ որ տապակել ենք, այդ յուղն էլ լցնում ենք նույնպես արտիշոկի վրա ու խոշոր աղը լցնում ենք ու այդպես մատուցում ենք։ Նորից եմ կրկնում, ինքը շատ լավ համով ուտեստ է ու շատ առողջարար, ամենակարևորը։ Երեխեք ջան։ Էй այսպես։
Всё, երեխեք ջան, հանեցինք, ինքը արդեն բավականին լավ սառել է։ Լավ, մի րոպե ձեռքերս մի հատ նորից լվանամ։ Վերջ։ Հիմա ինչ ենք անում, երեխեք ջան։ Փոկում ենք վրայի թերթիկները, այ այսպես։ Նայեք։ Այ այսպես։ Սենց էլ կարանք անենք, որ էս էլ փոկվի։ Այ այսպես։ Մաքրում ենք իրան լավ։ Այ այսպես։ Վերցնենք մի հատ դանակ։ Հոպա։ Կտրում ենք։ Բայց այս դանակը սուր դանակ էր, բայց հիմա խի չի կտրում, կարամ իմանամ։ Լավ, լարի քեզ օգտագործենք։ Ստացվում է մի բան։ Հա, գանք ստացվում է, բայց դանակս էր բան։ Որ Սուր դանակ չէր։ ողջույն բոլորիս։ Ոյ, ես եկամ աշխատանքից տուն։ Սերոժը արդեն։ Դիտես պտիլները, Հա։ ծաղիկները։ Այո։ Թե շատ է հասել։ Չէ։ Լավ ոնց ենք անում, որ հացուկ ենք, սոված ենք։ Դե հիմա այդ եմ անում էլի, կյանք մի րոպե, երեխեք ջան, զգուշ իրան պիտի բացենք։ Զգուշությամբ է բաց։ Այո, որ ասում եմ ինքը դժվար պրոցես է, մի քիչ էս բացելու պահը։ Չէ, այ այսպես իրան բացում ենք, մեջտեղը ինքը, նայեք, էդի թողում ենք, այ այսպես, Всё։ Էդի ինչ պիտի անես, տապակա։ Էսի հիմա մենք տապակելու ենք կյանք, այ այսենց, հիմա մենք էսի, նայեք ոնց որ ինքը ծաղիկ լինի երեխեք, յուղը լցնում ենք տապակայի մեջ ու իրան այսենց բերանով սխմելով տապակելու ենք, այս մեկը։ Ուզում ես անջատենք։ Հա, ավելի լավ է ճիշտ ասում Սերոժ երեխեք ջան, անջատեմ, որտեվ ինքը Հա, դե անջատենք, հետո արդեն բոլորը մաքրեմ, վերջացնեմ, իրա տեսքը տամ, տապակը անելուց կմիացնեմ, որ դուք տեսնեք ոնց պիտի արվի։ Կհանդիպենք քիչ անց երեխեք ջան։ Ալեյ հոպ։ Անջատենք միանանք։ Վերջի շտեղներն է։ Երեխեք ջան։ Մեր, վայ, մոռացամ էլի հայկական անունները։ Ծաղիկ, հա։ Ոչ, լավ, մեր իսպաներենով ասեմ, մեր ալկաչոֆաները արդեն պատրաստ է, երեխեք ջան, ինքը սենց տեսք է ունենալու, դուք անեք, նայեք ինչքան է թափվում իրա վրայից։ Պես աղը պիտի օգտագործես։ Հա, վերջում աղը պիտի լցնենք վրան։ Հիմա երեխեք ջան, տապակում ենք, տաքացնում ենք մի քիչ յուղը տապակի մեջ, որպեսզի կարողանանք մեր ալկաչոֆաները տապակենք այդ նույն յուղի մեջ։ Պաստոն այսքան ուտելու չի։ Չէ, էսի հալարկես, ապրես, էսի չես կարա դու ուտես, նայ։ Այտենց, ապրես։ Հիմա երեխեք ջան, անցնում եմ այդ process-ին, ասի ձեզ ցույց տամ վերջնական տեսքը ինքը ոնց է ստացվում, ոնց է լինում։ Տապակելուց հետո ինքը էլի այս ձևն է ունենալու, ուղղակի տափակ տեսքով, ձևով։ Հիմա տապակում ենք, մի րոպե ես ձեզ խամում։ Սպանացիկի սարկածը, որ սարկում եմ սպանացիկ, երկու անգամ փորձել եմ արդեն։ Շատ ես փորձել։ Նոմա Քրիսնեի սարկածը։ Շատ ես փորձել, կյանք։ Մի րոպե։ Երկու անգամ հիշում եմ, մնացածը չեմ հիշում։ Դա կանոնը է, հա։ Երեխեք ջան, էս էլ խամոնն է, որը որ չորացրել եմ, որ իրան
վերջում պիտի Հա, դիրեսանի վրա։ ավելացնեմ ալկաչոֆայի վրա։ Եթե վերջում։ Ու այս խոշոր աղով ու էսի վերջում լցնում ենք իրա վրա, որպեսզի ուտենք։ Սարքի սովորի վերջում իսպանական ռեստորան բացենք։ Բայց չեմ ուզում Սիրուն ջան, շնորհակալություն։ Անջատենք, հիմա կմիանանք երեխեք ջան։ Միացտեղ հավաքենք, որ տեսարանը սիրուն լինի ու հաճելի։ Հա։ Ինքը ոչինչ չունի։ Ձերքերով եմ անում երեխեք ջան, չասեք ձեռնոց չկա, այս չկա, այն չկա։ Մենք ենք ուտելու, այնպես որ Ձեռնոցով կպլեք քրիստո հաստատ չէ յուտի։ մենք չենք ուտի։ Այո, հյուրերի համար սարքեր եւ այլն, եկի համար, գոնա որ Բայց դե մեր հյուրերը չեն սիրում։ էլի ձեռնոց չեն սիրում։ Այո։ Եկել ես ման։ Կաղա փակես իրա գոլոշի ողել։ Հեսա մի հատ տափակ ցնեմ։ Լսեցի, հա։ Հա, մի քիչ, հա, որ միացնեմ, միացնեմ, Հա, լսեցի, որ մի քիչ հա, ապրես, որ համը տա, վերջում հետո բան կանենք, արդեն խոշոր աղ կլսնեմ, նայեք երեխեք, ինձ սիրուն ծաղիկներ ալինում ինքը, մի հատ էլ ես, այ քո, Հանդվավ։ հա, ոչինչ, Կարևորը գիտեմ, որ համով ա լինելու։ Մի երկու ձև էլ կարելի է սրան պատրաստելու։ Որ մենք գտալով կերանք վերջի հյուրանոցում, այդ ձևն էլ կա Instagram-ում։ Ստեղ արդեն խամոնը չորացրել եմ։ Всё։ Հիմա դեսի դիֆրասնես էլի։ Չէ, մի քիչ էլ թողենք հտենց էփի ու արդեն հանեմ։ Հանեմ արդեն խամոնու։ Այս կողմից էփավ ինքը։ Հա, հա, դա արդեն ինքը շուտվանից էփել է։ Դրա համար էլ ինքը տենց բացվում է կյանք։ Իմացել իմացի որ կանանչա չի կարմր է, էփածա։ Խաշել եմ իրան նախորոք։ Բաս անգե։ Բա։ Դալասան դու խանութի շեֆն ես իջում ես։ Իրան նախորոք խաշում ես։ Ոյ, բավականին կարմր է։ Բա։ Իրան նախորոք խաշում ես, թե չնես չես կարա վաբշե, ինչքան էլ ուզում ես տապակես, ինքը չես կարա առանց խաշելու։ Ես երևի թե էլ մի բան էլ շատ եմ խաշեսել։ Շարեխեք ջան, հիմա Հա, հեսա մի քիչ էլ թող տապակվի, արդեն կհանեմ, կավելացնեմ խամոնը, կավելացնեմ աղը ու մեզ կասենք բարի ախորժակ երեխեք։ Հա։ Վերջում արդեն։ Սեղանի շուրջ, ոնց որ Սեղան շուրջ է։
Հաջորդ գործողությունների։ Հա, լավ։ Ինչ արեցի։ Լցրեցինք իր յուղը վրային, երեխեք ջան, որի մեջ որ տապակել էինք, ու հիմա խամոնը չորացրած վիճակով, խրթիկ վիճակով, խամոնի հոտ ինչ անուշա, որ չորացրել ենք։ Անցել եմ վերելքի։ Հա, այ այսպես երեխեք ջան։ Հիմա ձեռքերս լվանամ, կներեք մի րոպե, որպեսի լցնեմ աղը։ Ահա։ Ասա մի բաժակինի չի կարվում է։ Կարելի է կյանք, եթե ապրես։ Հիմա ձեռքերս չորացնեմ, որ կարենամ աղը լցնեմ։ Դրա համար ես իմ հետևորդներին համովոտովներին ասեցի, ինքը շատ հեշտ ռեցեպտ է։ Այդքան ճակիր թափ։ Հա դե դի հեչ։ Հիմա sense ես լցրել եմ։ Չէ, կյանքս ես այդքան չեմ կարա, ես աղը ցույց տվեցի, թե ինչ աղա, ոնց որ ինքը։ Շատ մի լցրել ինքը։ Մի անհանգստացի, ես տենց աղ չի, որ ինքը աղի անի կյանք։ Հաստատ։ Ապրես։ Միսիկի վրա լավ էլ բան ալնում։ Աղյալ։ Всё։ Երեխեք ջան։ Պլանչայի մսի վրա։ Երեխեք ջան, այս էլ մեր իսպաներեն ասած ալկաչոֆան, հայերենով ասած մոռացել ենք։ Բայց բլոգի ընթացքում ասել եմ նենց որ։ Հա։ Այո։ Всё, հեսա ուտել։ Այո։ Բահլը հոտը։ Շատ անուշ է։ Դե всё։ Օպա։ Հələ տեսակ աղերը։ Գնացինք։ Всё։ Բարի ախորժակ երեխեք ջան։ Կհանդիպենք մի քիչ։ Այո։ Երեխեք։ Քրիստեն թակուն ուզում եմ փորձարկել։ Էն էլ բռնվեցի երեխեք։ Երեխեք, Բայց փորձարկեցի։ երեխեք շատ համով է։ Նենց չէ էլի որ ես եմ սարքե դրա համար եմ ասում։ Բայց մի ծիծաղակյան։ Это шедевр. Это не блюдо, это шедевр. Ну, Вика. Вика, на? Вот он զանգեց ասել։ Երեխեք ջան։ Ես ասի չեմ կարա։ Հրաշքա։ Նենց որ կարակ սարքեք ու կարակ հավեսով հյուրասիրեք ձեր հյուրերին, եթե Ինչ կանգեր։ Լավ ես։ վերջ կհանդիպենք քիչ անց երեխեք ջան։ Անջատվանք։ Որ փորձես։ Փորձարկել, քրտնես, սպասի։ Փորձարկենք տենանք իրոք այդքան համովա, թե չէ, որ քրտնեն գլուխը գողում ասում լավ։ Միա դու տես կյանք։ Adiós. Pero tú no sabes coger un vaso de macho. Hemos caído, tío, ¿qué hago? Solo voy. Էս խամոն Վիկա։ A ver, echa para allá. Ահա, դուրը տեկա։ No voy a probar jamón solamente. Նշանի բան։ Ունես լիմոն տամ լցնես վրեն։ Բայց իմ համար Լավն է։ ընտիրա։ Ընդ փորձի կյանք։ No le he puesto nada, así que... ¡Ay! Համը ոնց է։ Está bueno. Լավն է, չէ։ Ափսե դնեմ ուտես։ ¿A qué sabe? Բեր ափսե, հեսա իմ աղջկան էլ դա դուրն եկավ։ Տեսար։ ¿A qué sabe? Ցենտրա։ Всё։ Всё երեխեք ջան։ Առանց լավ։ Ջինի չեմ ուզում։ Մենք պատկերացնում եք դաժը Վիկաս կերավ։ Նորն է կամած, չես կամազան, լավ։ Всё երեխեք ջան, կհանդիպենք քիչ անց։ Նորը սուրը վեկարում թափեց, հա, բայց ոչինչ։ Կարողը սրբեց։ Հա, ապրին տղա։ Հանդիպենք մի քիչ անց։